Միանշանակ պետք է շարունակենք, ակնհայտ է, որ հայցքորը ինչ-որ աճ պարարությամբ է զբաղվում, քանի որ երկար ժամանակ նիստերին չէր մասնակցում, հետո որոշեց մասնակցել և արհեստականորեն դեկտեմբերին նշանակված նիստի մասին ծանոթված լինելու պարագայում հունվար ամսին հետաձգեց, դուք էլ չունենալով պատշաճ ապացույցներ, որ կարելի է հետաձգել այդ դատական նիստը, տուրք տվեցիք նրա ցանկություններին և հետաձգեցիք, հետաձգվեց հասավ այսօրվան և այսօր թե ինչու չէ ներկայացրել մեզ համար հայտնի, մեզ համենայն դեպս հայտնի չէ, դատարանին էլ հայտնի չէ, պատշաճ ծանոթված են, շատ ենք ցավում, որ գնայք Այլևս իմաստ ունի իմ բացատրությունները տրամադրել դատարանին, միայն կարող եմ ասել, որ դատարանը կարող է հայտարարության զգուշացման ձևով, հատկապես փաստաբանին, որ դատական նիստից ուշացել է և այդ մասին չի զգուշացրել, չնայած 2 րոպե կարող է այդպես էլ լինել, հարգելի լինել, բայց այնուամենայնիվ այս իրավիճակում ենք։ Ոչ, բացի այդ հարգելի դատարան մենք ունենք բացարկի միջնորդություն։ Հարգելի դատարան Հարգելի դատարան, դուք նոր հանգամանքներ են։ Հանգամանքը ձեզ մինչ այդ հայտնի չի։ Այո։ Շատ լավ հիշում եք անցյալ դատական նիստի ժամանակ, երբ հայցքոր կողմին ուղեկցող անձը գտնվում էր դատարանի դահլիճում և իմ վստահորդը այդ անձի նկատմամբ հայտարարություն արեց դատարանի առջև և դատարանից ակնկալում էր պատշաճ վարքագիծ իր իրավունքների իրացման և իր իրավունքների պատշաճ կերպով պաշտպանության հարցում։ Դատարանը այդ հայտարարությունը անտեսեց, դեռ ավելի, բացի այն, որ անտեսեց, հեռացավ, դատական նիստը ընդհատեց, հեռացավ և չհայտարարեց նաև հաջորդ դատական նիստի օրի ժամի վերաբերյալ տեղեկատվություն, այսինքն երբ է նշանակվելու, և դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամկետով։ Այդ ժամանակ մենք դեռ դատարանին պետք է բացարկ հայտնեինք, որովհետև մինչ այդ դատարանը նորից հետաձգել էր դատական նիստը կրկին ոչ պատշաճ հիմքով, այդ հիմքի մասին ես նոր հիշատակեցի, ևս մեկ անգամ կհիշատակեմ, այսինքն հայցքոր կողմը չէր ներկայացրել համապատասխան ապացույց, համաձայն որի նա կարիք ունի օգտվելու իրավաբանական օգնությունից և այդ հիմքով պետք է հետաձգվեր դատական նիստը։ Դուք չունենալով այդ ապացույցները, ըստ էության մրցակցային դատավարության կանոնները խախտելով, անցաք հայցքորի կողմը և բավարարեցիք հայցքորի պահանջը։ Բավարարելով հայցքորի պահանջը հետաձգեցիք դատական նիստը։
Բացի այդ, իմ վստահորդը ունի հիմնավոր կասկածներ, որ այս դատական քննությունից տեղեկատվություն է փոխանցվում հայցվորին այլ խողովակներով, ոչ թե դատական նիստի արձանագրությունների ծանոթացման հետ կապված, այլ խողովակներով դատական նիստերից տեղեկատվություն է փոխանցվում հայցվոր կողմին։ Հետևաբար, սրանք հիմքեր են այն առումով, որ դուք մրցակցային դատավարության այս սկզբունքները չեք պահպանել, դեռ ավելի, որ չեք պահպանել, նաև անցել եք հայցվոր կողմի շահերի սպասարկմանը, եւ դա կայանում է նրանում, որ դուք ընդունեցիք մի ապացույց որպես այդպիսին եւ ցանկանում եք դա հետազոտել, որը իրավունքը չունեիք, որովհետև համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83 հոդվածով նման ապացույցը չէր ներկայացվել օրենքի սահմաններում, դուք դա ընդունեցիք, 1. կանցնելով հայցվոր կողմի շահերի սպասարկման այդ գործընթացի մեջ։ Երկրորդը, հայցվոր կողմը բացարձակ տեղեկատվություն չուներ, ինչ է կատարվում դատական նիստերի ընթացքում, որովհետև հայցվոր կողմը հրաժարվել էր մասնակցել դատաքննությանը եւ նախնական լսումներին։ Ով է փոխանցել այդ տեղեկատվությունը այս դահլիճից հայցվորին։ Իմ վստահորդը ունի հիմնավոր կասկածներ, որ այդ տեղեկատվության փոխանցողը հենց դուք եք։ Երրորդը, 2 անգամ անհիմն հետաձգվել է դատական նիստը եւ վերջին անգամ հետաձգելու պայմաններում չի հրապարակվել հաջորդ դատական նիստի օրը եւ ժամը։ Այնպիսի տպավորություններ, որ դատարանը կողմերի ներկայությունից դիմում է փախուստի եւ չի ցանկանում կարգ ու կանոնի հրավիրել դատարանի դահլիճում գտնվող անձին, ով իմ վստահորդին հրապարակայնորեն վիրավորել է դատարանի շենքում մարալիկ նստավայրում։ Դուք եք այս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն եք։ Այսինքն մարալիքում տեղի է ունեցել դեպք, որի մասին իմ վստահորդը հայտնում է եւ ասում էր, որ այդ անձը չպետք է գտնվի դատարանում։ Ինչու չպետք է գտնվի, որովհետեւ հայցվոր կողմը իմ վստահորդի նկատմամբ գործադրում է ճնշման միջոցներ։ Իսկ տվյալ անձը, ով գտնվում է դատարանի դահլիճում, ըստ մեր կատարած հետազոտությունների, հայցվորի փաստաբանի ամուսինն է եւ նույն ինչ որ գրասենյակի տնօրենն է եւ այլն։ Այսինքն տեղի է ունենում հերիք չէ այսպիսի հայցային գրով իմ վստահորդի նկատմամբ, անհիմն հայցային գրով մի անձնավորության կողմից, ով քրորեն հետապնդելի արարք է կատարել եւ դրա համար չի արդարացվել, շարունակել է համաձայնվել է մնալ որպես անձ, ով կատարել է նման հանցագործություն, պաշտոնեական կեղծիք եւ խոշոր չափերի յուրացում, այսինքն մենք մի անձի հետ գործ ունենք, ով ունի քրական անցյալ, ով ունի փաստաբան, ով ունի փաստաբանի ամուսին, որ գալիս է եւ իմ վստահորդի նկատմամբ դատարանի շենքում վիրավորական արտահայտություններ անում, ընդհանուր միջև սպառնալիքներ։ Եվ դուք դա հանդուրժեցիք իմ վստահորդի հայտարարությունը իգիտություն չընդունեցիք, դեռ ավելի դիմեցիք փախուստի դատարանի դահլիճին։ Հետևաբար դուք համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության չեք կարող այս դատաքննությունը վարել, շարունակել վարել, եւ եթե դուք շարունակելու եք վարել, ապա մենք կարծում ենք, կասկածում ենք, որ ձեր կողմից արձակված դատական ակտը չի համապատասխանելու մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի չափանիշներին, հետևաբար դուք չեք կարող լինել արդար դատավարության մասնակից եւ արդեն իսկ դուք անցել եք այդ շեմը, որ դուք անկողմնակալ արբիտր չեք, այլ դուք անցել եք շեմը եւ անցել եք
հայցվոր կողմի շահերը սպասարկելու տիրույթ։ Այսքանը գրավոր ներկայացված է, իհարկե որոշ բաներ գրավորից կանցել են իմ բանավոր ելույթում։ Խնդրեմ։ Դուք մեկ անգամ ևս ինքնաբացարձակային միջնորդություն եք ներկայացրել Դադրամին, եւ խոսքում եւ պատճառաբանություններում կային նաեւ պատճառաբանություններ, որոնք նշված են նաեւ նախորդ բացառային միջնորդությունում։ Հիմա հիմքը ո՞րն է այստեղ։ Հիմքը եկեք մենք վերջի թարմ իրադարձություններին։ Ուրեմն թարմ վերջին իրադարձությունները, բոլոր տրամաբանական, այսինքն դա ձեր տրամադրվածությունն է, այս դատավարության նկատմամբ եւ դատավարության մասնակիցների նկատմամբ, հայցվորի նկատմամբ հատուկ վերաբերմունք եւ պատասխանողի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք եւ հավասարության պայմանների, կանոնների ակնհայտ խախտում։ Ինչից է ձևավորվել։ Երկու անգամ հետաձգվել են այս դատական նիստերը, մեկ անգամ անհիմն բացարձակ, երկրորդ անգամ չի նշվել, դուք հեռացել եք փախուստի եք դիմել դատարանի դահլիճի, չնշելով նիստի, հաջորդ նիստի օրը եւ ժամը, դեռ ավելի նաեւ դուրս չեք հրավիրել այն անձին, ով իմ վստահորդի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, ընդհանուր որը հասնում է մինչև բռնաճնշման։ Մենք դրա մասին իմ վստահորդը հայտնել է, եւ դրա մասին իմ վստահորդը հայտնել է բավական հուզական տոնով եւ դատարանը պարտավոր էր արձագանքել։ Մինչդեռ դատարանը չարձագանքեց, դեռ ավելի եւս մեկ անգամ լրացուցիչ բռնաճնշման մեթոդ կիրառել, հրավիրելով այստեղ դատական կարգադրիչներին։ Մինչդեռ դատական կարգադրիչներին դուք պետք է հրավիրեք եւ դուրս հանեիք տվյալ անձին, ով իմ վստահորդին վիրավորել էր։ Այսինքն այստեղ մենք թիմով կամ եթե մենք ուզենանք այս դատարանի դահլիճը կլցնենք, չգիտեմ քանի հոգով բռնաճնշում գործադրելու Տիկին Արմինե Սուքասյանի նկատմամբ, բայց մենք դա չենք անում, որովհետև մենք իրեն անգիր ճանաչում ենք, ինքը առանց դրա է ճնշված է, որովհետև ունի քրեական անցյալ։ Ես հավելեմ, կարելի է։ Ինչ են։ Դուք պետք է թույլտվություն ստանաք դատարանից, իսկ թույլտվություն խնդրում եք ձեր ներկայացուցիչ։ Չէ, ինքը իդրեցի, որ հավելման համար։ Ինձանից չի խնդրում, ինձանից խորհուրդ է խնդրում։ Այս վերաբերմունքն է։ Հարգելի դատարան, ինքը ինձանից խորհուրդ է խնդրում։ Այս ձեր վերաբերմունքն է վկայում այն մասին, որ դուք ունեք կանխակալ վերաբերմունք։ Դատական նիստի սկսվելու պահից, նույնիսկ ձեզ դիմելու պահից դուք արդեն պրետենցիոզ վերաբերմունք ունեիք մեր նկատմամբ։ Տիկին Փոստանջյանը ձեզ դիմում է պատվարժան դատարանով, դուք ասում եք ինձ այդպես մի դիմեք, ասեք հարգարժան։ Ինչ բան է, ինչ եք ուզում դա ասել։ Ասի որ քաղաքացիական դատավարությունում ինքը պատվարժան չի, հարգարժան է։ Մենք ուրիշ դատարաններում այդ նույն ձևով ենք ասել եւ ոչ մի խնդիր չի եղել։ Նույն դատարաններում երկրորդը ես շարունակում եմ մի կնդադեք ինձ։ Ձեր մասնագիտական վարքագիծը վկայում է ուղիղ դրա մասին, որ դուք կանխակալ եք, դուք աչառու եք եւ այն ապացույցները, որոնք որ այստեղ ներկայացված են եղել, դրանք չեն բխել օրենքից։ Դուք դա բերեք կցել եք գործին։ Դեկտեմբերին, երբ որ եղավ դատական նիստ, ես ուղիղ հարց տվեցի ձեզ, եւ այդ իմ հարցը մնաց արկախված օդում, ով է դատարանի դահլիճից դուրս բերում տեղեկատվություն։ Գործի նյութերում չեմ հանդիպել որևէ մի դիմումի, որ ԵԱԳ-ը, որը ինձ դադի է տվել, դիմել է իմ վիճոր սկավառակ վերցնելու, բայց ներկայացնում է ուղիղ մեր ներկայացած պնդումներին հագափաստարկներ, իբր հագափաստարկներ, բայց որոնք որ դատարանի դահլիճում հնչել են իր բացակայության ժամանակ։ Այսինքն տեղեկատվական արտահոսք է տեղի ունենում։ Ես վստահ եմ, որ դրա հեղինակը դուք եք, դուք դա չեք հերքել ոչ մի կերպ, ես դա 3 անգամ եմ կրկնել։ 3 անգամ էլ ձեզանից հագադարձում չեմ ստացել։ Ավելին, դուք հագաօրինական փաստարկը, ապացույց կոչված է
բանը խնդալու սկավառակը բերել կցել եք գործին ու չեք էլ կարող հիմնավորել ինչու։ Ձեր այս վերաբերմունքը սկսվել է իմ նկատմամբ 25.06.24 թվականից եւ դա եւս ասվել է եւ ես 3 անգամ վերցրել եմ սկավառակները, որովհետեւ լսեմ թե դուք ինչ եք ասում։ Դուք նույնիսկ նիստերից մեկի ժամանակ ասում եք այն ժամանակ որոշակի է, անորոշ է, հիմի որոշակի է։ Դուք հələ ոչինչ չեք ուսումնասիրել։ Դուք ո՞նց եք կանխակալ կարծիք հայտնում ինչն է որոշակի, ինչը անորոշ։ Դուք, այո, ես ասել եմ, մասնագիտական առումով դուք ձեզ վարկաբեկել եք, ինքնավարկաբեկում է դա կոչվում, ուզում եք սանկցիա կիրառեք, ուզում եք պանկցիա կիրառեք, ձեր դիմաց նստած է հայցվոր մեկը, որը պիտի դատվեր Հրայրիկ Կարապետյանի, Ղումաշյան Գևորի, նրանց հետ հանցակցելու, դպրոցը քանդելու համար։ Ամեն օր ես նոր փաստեր եմ ձեռք բերում սրա գործունեության վերաբերյալ։ Դուք այդ ամեն ինչը շատ լավ գիտեք, ինքներդ եք հարցում արել սրա գործունեության ընթացքում աուդիտի տվյալները եւ տեսել եք, թե մարդը նույնիսկ բյուլետենի թղթան փողերից ոնց է կերել։ Ինչի մասին է խոսքը։ Դուք այդ ամեն ինչը տնում եք մի պտպտա։ Դուք այդ ամեն ինչը տնում եք կողքի եւ անցնում եք հարգահարցակման իմ նկատմամբ։ Մենք ձեզ բացատրել ենք, որ այս էյագը պետությանը խապել է, գնացել է մասնակցել է հավաստագրման քննությանը, որ իրավունքը չի ունեցել, պատասխանը ձեզ ներկայացված է ապացույցների մեջ։ Եվ միայն իմ բողոքից հետո, որ սա իրավունք չուներ մասնակցելու եւ լիցենզիա ստանալու, լիցենզիա իրան չի տրվել։ Իմ ինքը դա վիճարկում է դատարանում։ Ես բացահայտել եմ նա, որ իր ղեկավարած դպրոցում, այսպես ասած, երեխայի բռնաբարվել։ Դուք ես ամեն ինչը մի վարքյան սավառել։ Դուք ես ամեն ինչը տնում եք։ Դուք ես ամեն ինչը տնում եք մի կողմ, այո, դուք ես ամեն ինչը տնում եք մի կողմ։ Դուք հələ հեչ բան չհետազոտած արդեն որոշակի կարծիք եք հայտնում եւ դրա համար դուք ես գործնեության մեջ այս վարույթով դուք պիտի ինքնաբացարկ հայտնեք ձեր կանխակալ վերաբերմունքը այնքան ակնհայտ է ոնց որ հիմա այստեղ գրած է պրոգրես համալսարան փաստերով օրերով ես ձեզ ներկայացրել եմ եւ սա առաջի անգամը չէ սա երրորդ անգամն է որ ես դա անում եմ դուք չգիտեմ ինչ միտում ունեք միգուցե ձեր գյուղացի է, բարեկամ է, չգիտեմ ինչը, բացահայտ ասեք, ինչպես կարող է մարզի դատարանի, դատավորի վարած դատարական սենյակից տեղեկատվության արտահոսք, իհարկե այստեղ կախնի բան չկա, ամեն ինչ ասվում է, ես էլ դուք տեսնում եք հրաբարագում եմ, բայց ինչպես է դուրս գալիս ինֆորմացիան այդ ժամանակ, որովհետև մեկը չի հրաբարագել։ Ինչ է նշանակում, երբ որ ես ասում եմ կանչեք թող ինքը կա ստեղ ասի, դրանից հետո ինքը ներկայանում է դատարան։ Ում եք ծաղրում։ Նշված փաստարկները, որ հնչեցի 10 րոպեից ավելի, միայն նկատին պատասխանողի ներկայացուցիչ եւ պատասխանողի քաղաքացիական դատավարության համաձայնության, քանի որ եւ դատական նիստի եղած տվյալը եւ դատարանի դիմելաձևը եւ առհասարակ բացակ ներկայացնելու միջնորդության բարդ համոզության քաղաքացիական դատավարության ներկայացված է եւ այդ ամենը իմանալու դեպքում այս ժամանակ այսպես չէր կան։ Ուրեմն մենք ժամանակ ունեինք, որ իրենք կային ժամանակին ներկայանային, իրենց պատճառով ցկվել է։ Ինչ քաղաքացիական օրենսգրքից ես խոսում եք։ Պատասխանողը եւ պատասխանողի Սրան նայեք։ Քաղաքացիական կարծիքներն արտահայտում այն առումով, որ մեզ վախեցնել է, ես չեմ մյուս դեպքում ասում եմ, որ ուզել են քննաճաշումներից։ Միջնորդության վերաբերած է։ Անհիմն եւ անհիմն համարնակի։ Ագասականն էլ դու ես։ Իվերջո կարող եք ասել պատասխանողի ներկայացուցիչ, որն է հիմք հանդիսանում, որ նախնական դատական նիստի ավարտացել է ներկայացուցիչ։ Հիմքը վերջին դատական նիստն է, որից դուք դիմեցիք փախուստի, չնշանակեցիք հաջորդ դատական նիստը, այսինքն թողեցիք մեզ անորոշ ժամկետների մեջ, այդ նիստի ժամանակ դուք նախորդ դատական նիստի կայացած որոշումն է Եվ որոշումը եւ այն ձեր անգործությունը իմ վստահորդի հայտարարության նկատմամբ եւ նաեւ ձեր այն գործողությունը, որ հրավիրեցիք դատական նիստերի դավիճ դատական կարգադրիչներին, որպեսզի իմ վստահորդին
հեռացնեք դատավարությունից, այսինքն սա ինչ է նշանակում, դուք դատական նիստը վարում եք, թե դատական նիստի մասնակցին ցանկանում եք հեռանալ, հետո դուք ինքներդ եք դիմում փախուստի։ Մասնավորապես սա է, մնացածի մասին խոսեցինք, դա որպես նախաբար։ Շատ կներեք, ուրեմն Չեմեվարգյան հավելում կա, այստեղ դուք հարց եք տվես, հարցին դիպադասխանեմ։ Դուք ես պատասխանող կողմն եմ։ Ինձ նայեք։ Ինչի՞։ Դատավարական կարգը որոշում է նախագահը։ Անցյալ դատական նիստին մեկ ձեզ ասին, որ բացարկ ենք հագնելու, դուք էլի արտեսեցիք։ Մեզ որ այս բացարկը վաղուց վայր։ Ինչ է բացարկի հարցը քննարկումը, դատական նիստը հետաձգվում է։ Այժմ դատական նիստը նշանակում է սույն թվականի ապրիլի 18-ին, հանդասած 30 դատական նիստը։ Ներեցեք, ես 18-ին ինձ համար չէ։ Տենց որ գոնե հարմարացնեք, որ բայց կարող եք մեր հետ հարմարացնել գոնե նիստերի օրերը։ Մենք էլ դուք չէ, ուրիշ աշխատանքներ ունենք։ Ժամը քանիսին ասեց։ 10-ից ինչ կա։ Էս ինչ իմպերատիվ է, էս ինչ կամայականություն է։ Ավելի երրորդ անգամ ապացուցեց